Ավելի քան 15 տարի Սահմանադրական դատարանի ավագ մասնագետից մինչև աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Վարդանյանը հնարավոր է կրկին վերադառնա նախկին աշխատավայր։ Վերջին 7 տարում պատգամավոր աշխատած Վարդանյանի նախագահը ուրբաթ օր առաջադրեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Քանի որ sense անցումային կարգավիճակում եմ, ինձ խնդրում եմ, ես չմեկնաբանեմ բոլորիսը բան, էլի։ Այս տեղեկությունը տարածվելուց կարճ ժամանակ անց Վարդանյանը հայտարարեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին։ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը եւ պատվաբեր եւ չափազանց պատասխանատու է, այդ իսկ պատճառով նման որոշման կայացումը իմ կյանքի ամենահեշտ որոշումներից չի եղել։ Բարձր առաջարկին համաձայնվել եմ այն գիտակցությամբ, որ թե մասնագիտական եւ թե ակադեմիական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքներս պետք է առավել արդյունավետ ծառայեցնել մեր երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման եւ զարգացման գործին։ Առավել արդյունավետ հնարավոր կլինի ծառայեցնել, եթե առաջադրմանը զուգահեռ քննարկում է Սահմանադրական դատարանում նրա անաչառ լինելու հարցը։ Այդ ամեն ինչը խնդիր է եւ օբյեկտիվ դիտորդի մոտ դրանք խնդիրներ են եւ դրանից խուսափելու նպատակով այդ առաջադրումը խիստ քննադատելու։ Կարող են ասել, որ նախագահն է առաջադրել, բայց ուրեմն ամբողջ հանրապետությունում ուրիշ համապատասխան թեկնածուներ չկային եւ նախագահը քարտորեն գնաց հետով եւ հենց իշխող կուսակցության շարքերից առանցքային դեմքերից մեկին առաջադրեց, իսկապես դա այդքան էլ հավատալի չի։ Բարձր դատարանում թափուր տեղ հայտնվեց ուղիղ 1 ամիս առաջ, երբ ուժի մեջ մտավ Հրայր Թոմասյանի մեղադրական դատավճիռը։ Ստացվում է, ՍԴ-ում քաղաքական գործչին փոխարինելու է գալիս մեկ այլ քաղաքական գործիչ։ Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը մասնագիտական տեսանկյունից Վարդանյանի թեկնածությանը դրական է վերաբերվում, թեև ասում է, կուսակցության անդամ լինելը իր բացասական հետևանքներն է ունեցել նրա վրա։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չկար, երբ որ Վլադիմիր Վարդանյանը իր մասնագիտական գործունեությունն էր ծավալում։ Ցավոք, քաղաքացիական պայմանագիրը բացասական ազդեցություն ունեցավ իր մասնագիտական հմտությունների եւ կարողությունների վրա, անգամ իր իսկ գիտական աշխատանքը մի կողմ դրեց եւ կատարեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական պատվերները, որոնք շատ հաճախ ընդհանրապես անպիտան էին եւ հակաիրավական ու հակասահմանադրական։ Վարդանյանի արդեն նախկին կուսակից Արփինե Դավոյանը պնդում է, Վարդանյանի անաչառության հետ կապված որևէ խնդիր լինել չի կարող։ Այստեղ կարելի է բազմաթիվ կապտիկներ հնչեցնել անաչառության վերաբերյալ, կուսակցական լինելու վերաբերյալ եւ քննադատել մյուս կողմից, սակայն երբ որ կա հստակ պահանջ լինել ոչ կուսակցական եւ դատավորի պաշտոնը ենթադրում է անաչառություն եւ որևէ ոչ կախվածություն, որևէ քաղաքական ուժից, ապա դրա մասին խոսելը համարում եմ ավելով դրական եմ գնահատում պարոն Վարդանյանի առաջադրումը, որովհետեւ նա պրոֆեսիոնալ է եւ այդ պաշտոնի համար կարծում եմ, որ ավելի լավ թեկնածու այս պահին չէր կարող առաջադրվել։ Քաղաքասարակության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը հիշեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա հետագայում նախագահ ընտրված Կարեն Անդրեասյանի նշանակումները։ Ընդհանրությունն այստեղ այն է, որ նրանք կուսակցական գործունեությունից հրաժարվել են նշանակումից անմիջապես առաջ։ Բավական երկար ժամանակ է, որ բարձր դատական եւ այդպես անկախ մարմինների կարևորագույն պաշտոններում առաջադրվում են այդ կուսակցության առանցքային դեմքերը։ Նույն այդպես ուղին բռնել է Վլադիմիր Վարդանյանը, ինչը իսկապես այն սկզբունքներին հակասում է, որով առնվազն 2019 թվականին իշխող կուսակցությունը քննադատություն էր ուղղում։ Ինչպես Հակոբյանը, այնպես էլ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը համոզմունք են հայտնում, որ Վարդանյանը Սահմանադրական դատարան է գնում ոչ միայն դատավոր, այլև դատարանի նախագահ դառնալու ակնկալիքով։ Այստեղ էլ այլ ուշագրավ հանգամանք կա։ Ֆակտոր TV-ի տեղեկություններով բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ Վլադիմիր Վարդանյանն ունի քավորսանիկական հարաբերություն։ Այս հարցին եւս Վարդանյանը հստակ պատասխան չտվեց։ Ես պարոն Դիլանյանին ճանաչում եմ բավականին երկար։ Խնդրում եմ, ես այս փուլում մեկնաբանություններ չեմ տալու։ Երբ կքննարկվի Վարդանյանի թեկնածությունը խորհրդարանում եւ ինչպես կքվեարկեն խմբակցությունները, դեռևս հայտնի չէ, սակայն նմանօրինակ մյուս նախադեպերը հաշվի առնելով, ըստ ամենայնի ընդդիմությունը կբոյկոտի քվեարկությունը։